Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության մասին է, ինչպես որ լինում է յուրաքանչյուր շաբաթ, մեկ շաբաթ մյուս ալիքում է լինում, մեկ շաբաթ մյուս ալիքում, կարծես թե այո կամ ոչ, այդքան էլ ձեզ չհետաքրքրեց, դրա համար այդքան ընթացք չեմ տալիս դրան, միգուցե երկու շաբաթը մեկ դա անեմ, որովհետև դե ամեն մի նմանատիպ դիտում ալիքի վրա է ազդում և դե չեմ կարող այդպես Տեսնեմ, ես մեկ անգամ էլ կվերանայեմ, որ տեսանյութերն են ավելի շատ դիտողականություն հավաքում, այդ տեսանյութերը նոր կլինի ալիքում։ Դե պահեք 4 տարբերակ է, ինչպես որ միշտ է լինում 4 տարբերակ, պահեք, տեսնենք ինչ է սպասվում։ Կատարվի արդյոք, թե ոչ։ Ինչև կխառնեմ, կենտրոնացեք ձեր ցանկության վրա, թե օրինակ արդեն եղավ, ինչպես եք դուք այդ պահին ձեզ զգում եւ այլն։ Ահա։ Հուսով եմ պահեցիք, բավականին շատ խառնեցի, որ դուք էլ պահեք։ Մենք գնայինք առաջին տարբերակը, տեսնենք կկատարվի արդյոք, տեսնում հո չի շարժվել, որովհետև մի տեսանյութի մեջ էսպես է նկարը, դե կտեսնենք երևա։ Տեսնենք կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Կպնում եմ, հետո ինքը շարժվում է եւ ես չեմ նկատում, որ ինքը շարժվեց։ Ցանկությունը մի փոքր ուշանում է։ Ահա, ուրեմն առաջին տարբերակում այստեղ ցանկությունները միայն սրանք են, դե այստեղ սա էլ կա, շկտեղավորեմ այսպես։ Ուրեմն առաջին տարբերակում այստեղ օտար երկրի հետ կապված ինչ-որ հարցեր, որոնք որ ունեք, պահել եք, ինչ-որ խնդիրներ են, որոնք որ պահել եք, կլինի արդյոք թե ոչ, կամ նաև կգնամ օտար երկիր հանգստանալու թե ոչ, դա եւս մտնում է դրա մեջ։ Սպորտի մեջ հաղթանակ, հաղթանակի համար այստեղ մի փոքր կասկածում եմ, որովհետև չի ընկել, բայց մարզվել այո կարող եք, եթե ուզում եք հաղթանակ, այս դեպքում ասում է պետք է անպայման մարզվեք երկար։ Ընկերներով հավաքվել, ուրախանալ, քեֆ անել, տունը վերանորոգել, նաև տեղափոխվել, այլ նաև գնել տուն, գումար ստանալ, գումար էիք ուզում, եւ նաև ոչը ինչ-որ մեկից նամակ, ոչը փաստաթուղթ շատ կարևոր, որը ձեզ հետաքրքրում է, որ պահել եք, կստանաք արդյոք թե ոչ, մի փոքր սա նշանակում է, որ կարող է ուշ լինի։ Մեքենա ձեռք բերել, մեքենա գնել կամ ձեզ նվիրեն, ոչ է մեկի ծնունդը, որին որ ձեզ հրավիրեն,
Եվ ինչ որ մեկից եթե ուզում եք ի վերջո ազատվել, հեռանալ իրենից, նյարդայնացնում է ձեզ, ապա այդ հնարավորությունը կունենաք, բայց էլի մի փոքր ուշ, ոչ հիմա։ Ահա, կարծես թե այսքանն է, ոչինչ բաց չեմ թողել, ընթացքում նայեցի, բայց դա ամենայն դեպս 2 վայրկյան էլ։ Այստեղ ես միշտ ասում եմ բոլոր ազգով հավաքվեք, երեխաների հետ կապված նաև այստեղ, որովհետև պահեր կան, հղիություն, եթե պահել եք հղիանալ, թե ոչ, մի փոքր կարող եք ուշանալ, ծննդաբերությունը եւս կարող է ժամկետը սխալ են ասել, մի փոքր էլի ուշ լինի ծննդաբերությունը, դե նաև ավելի հաջողակ, թեթև ծննդաբերություն, նաև դա երեխաների հետ կապված, յուրաքանչյուր բան, եթե պահել եք, դա երեխաների մասին է։ Այդտեղ դա է ասում, որ միշտ ասում եմ հավաքվեք ձեր հարազատներով բոլորով, վերջերս Facebook-ում տեսա, որ ինչ-որ մարդիկ հավաքվել էին ամբողջ ազգովի եւ նշել էին, որ ցավոք սրտի ոչ բոլորն են այստեղ, որովհետեւ դե չկան, կամ իրականում չկան այդ մարդիկ, կամ միգուցե դրսներում են։ Ես հիշում եմ նման եղել այդ նման պահ, որ ես ասացի, որ դեռ ոնց որ ոչ բոլորը կկարողանան հավաքվել։ Չգիտեմ հիմա այդ մարդիկ նայում էին թե ոչ, բայց ես իմ ասածը տեսա այնտեղ։ Դե գնանք երկրորդը, պահեք, ֆիքսվեք ձեր ցանկության վրա։ Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Ես բոլոր ցանկությունների տեսանյութերը կհավաքեմ մեկ ալբոմի մեջ, որ եթե ես էլ չաշխատեմ, ես այդ ոնց որ տեսանյութեր չլինի, ապա դուք կկարողանաք այնտեղ նաև գտնել, եթե ինչ-որ հարցեր ունեք, կարող եք իջնել եւ նայել, չնայած ես արդեն առանձնացրել եմ, բայց բավականին շատ տեսանյութեր կան իմ ալիքում, որոնք փակ են իրենք, հիմքից փակ են, անգամ չեն էլ երևում, ոչ ոքին չեն երևում։ Ցանկությունը մի փոքր կուշանա, որ կկարողանաք դուք հետո նայել, գոնե եթե նմանատիպ հարց կառաջանա ձեր մոտ։ Որտեղ բավականին հիասթափությունս մեծ է եւ հավանականությունը 90% է արդեն, որ կարող եմ կանգնացնել այս աշխատանքը։ Դե բայց երբ դա արդեն չեմ կարող ասել։ Որ տեսնեք տեսանյութեր չկան, ուրեմն արդեն դանդաղ, ուրեմն կանգնած արդեն ամեն ինչը։ Դե տեսնենք մեր ցանկություններից ինչ է այստեղ կատարվում։ Ցանկությունը բուն, մի փոքր կուշանա, նաև այն ինչ որ կասեմ դա եւս, ինչ որ չափով մի փոքր կուշանա։ Ուրեմն այստեղ ծաղիկ նվեր ստանալ, ոչ հիմա, այլ ինչ որ ժամանակ հետո կարող եք ծաղիկ նվեր ստանալ, ոչ միգուցե այդ առիթին, կարող է հետո է։ Գումար եւս մի փոքր կուշանա, սպորտով զբաղվելը կարող եք հետաձգել, այնքան հետաձգել, հետո զբաղվել, եթե մրցույթը ապա սա նշանակում է պետք է լավ պարապել, որտեղ ես մրցանակի քարտը չեմ տեսնում, հեռախոս գնել կամ նաեւ նվեր ստանաք։ Այստեղ աշխատանքի ընդունվել, նաև ոչ պայմանագիր կնքել եւ ծանոթություն հակառակ սեռի ներկայացուցչի հետ եւս, դա մի փոքր էլի կուշանա առողջության հետ կապված այստեղ եւս պետք է դեռևս բուժվեք։ Կարիերայի բարձրացման համար եւս պետք է մի փոքր սպասեք, արագ չի ստացվի, վարկը փակելը, պարտքերը փակելը եւս էլի պետք է սպասեք, ոսկի գնելու համար նույնպես կամ ոչ բիժուտերիա ստանալ նվեր կամ գնել, կամ միգուցե թանկարժեք բիժուտերիա է, պարտադիր չի ոսկի լինի, որ ինչ-որ մի աշխատանք է, որը բավականին թանկ է, եւ կենցաղային տեխնիկա եւս մի փոքր կուշանա։ Դե պետք է հասկանալ, որ հեսա փետրվարի 26-ից Մերկուրին է հետադարձ լինելու եւ
Դա հենց հետո պետք է արդեն գնեք, ինչով այդ պետք չի գնել։ Այսքանը նաև երկրորդ տարբերակի համար, ցավոք սրտի, երկու տարբերակներն դեռ ուշանում են, տեսնենք գոնե երրորդը ինչ է ասելու։ Ինչով խառնան պահեք կամ ֆիքսվեք ձեր այդ ցանկության վրա։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Ուսում պատրաստ եք։ Եք ցանկությունը այստեղ մոտ եք, հա, ձեր ցանկությանը, ոնց որ գնում եք այդ ճանապարհով, ճիշտ եք գնում, եթե հատկապես ինչ-որ մի բան ձեզանից է կախված։ Շատ չնչին է ուշանում։ Այստեղ նորից եւս ընկավ դա տատի պապիների հետ հավաքվել, ուրախանալ, քեֆ ուրախություն։ Իդեպ մի քանի շատ կարևոր տեսանյութեր ունեմ դեռևս տեղադրելու աստղաբանության ալիքում, որոնք որ շատ կարևոր են։ Մոլորակները, որոնք որ տեղափոխվում են այս կամ այն կողմ, որոնք որ շատ կարևոր են, հա, ես դրանց մասին անպայման կխոսամ։ Երրորդ տարբերակում այստեղ հավաքվել ձեր տատի, պապի, հա, բոլորով, թոռներով, ծոռներով, այդպես մեկ սեղանի շուրջ, հա, ձեր ցանկությունները մի փոքր, հա, կարող է ուշանալ կամ ինչպես որ նախորդ անգամ ասացի, սա ոնց որ դեռ բոլորը չեն կարող ներկա լինել։ Նոր սեր գտնելու համար եւս պետք է որոշ չափով սպասել, հա, դեռ ժամանակը չի։ Ամուսնության առաջարկի համար եւս պետք է մի փոքր սպասել։ Եվ վարկերը փակել, պարտքերը փակելու համար եւս էլի պետք է մի փոքր սպասել, էլի դեռ ժամանակը չէ։ Չգիտեմ ինչու աստղը չի ընկնում։ Չի ուզում ընկնի, ուրեմն լավ չեք պահել, ճիշտ չեք ֆիքսվում ձեր ցանկության վրա։ Դե ոնց որ թե բաց չեմ թողել ոչինչ։ Դուք արդեն մոտավորապես գիտեք նշանակությունները։ Ինձ թվում է, եւ եթե բացել թողել եմ, դուք արդեն կհասկանաք։ Այստեղ նայում եմ չկա։ Այսքանը նաեւ երրորդ տարբերակի համար, այս անգամ գոնե մի փոքր մոտ էր, հա, շատ չի ուշանա։ Ժամկետ պահեք, հա, ժամկետ պահեք, որպեսզի հասկանաք երբ է տեղի ունենալու դա, ինչքան կուշանա մոտավորապես։ Եվ տեսնենք չորրորդ տարբերակը, տեսնենք ինչ են ասում չորրորդ տարբերակում, գոնե սա աստղը բարեգութ գտնվի։ Չնայած բացի աստղից նաև հա մնացածներն էլ կարևոր են եւ դրանք էլ են ասում, որ կլինի, ուղղակի մի փոքր ուշ պետք է սպասել։ Ահա, կկատարվի արդյոք չորրորդ տարբերակի ցանկությունը։ Գոնե այս անգամ մի բան ասի նորմալ։ Շատ բան էլ չկա, հա, կարծես թե։
ցավոք չընկավ։ Ամենատակն է մնացել։ Ես կիսելուց մեկը տարել եմ այսօր կողմ, բայց եթե վերածենք, միևնույնն է, էլի չի լինում, եթե սա գա օրինակ այստեղ, էլի չի լինում, իրանք չեն միանում, եթե սա գա այստեղ, էլի չեն միանում, այսպես թե այնպես, ինչ-որ չափով ուշանում է ցանկությունը։ Այս նաև, ձեր ցանկություն կարող է այստեղ լինի և ասի, որ այն լինելու է մի փոքր ուշ։ Ահա, 4-րդ տարբերակում, որից է մեկից նամակ ստանալ, SMS ստանալ, եթե շատ եք ուզում, կամ ոչ փոստը թուղթ է, որը շատ կարևոր է ձեզ համար, ապա կստանաք հնարավոր մի փոքր ուշ։ Նաև աշխատանքի ընդունվել, գործարք կնքել, պայմանագիր կնքել, ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Այնտեղով դեռ նայում է 3-րդ տարբերակի մեջ, նաև մոռացա նշեմ, այնտեղ բացի նոր սեր գտնելը, նաև եթե ձեզ սիրում է թե ոչ, եթե դա եք պահել, ոնց որ դեռ սերը դեռ չկա, դեռ սիրահարված փուլերն են։ Եթե ինչ-որ մեկից ուզում եք հեռանալ, ինչ-որ մեկը ուզում եք որ գնա ձեր կյանքից, լինի դա ընկերուհի, լինի դա ինչ-որ մեկը, հարևան եւ այլն, ապա դա եւս մի փոքր ուշ, մի փոքր դեռ պետք է ձգեք իրեն։ Եվ այստեղ, եթե ձեր ամուսնու կամ կնոջ ծնունդն է եւ մտածում եք կարողանաք արդյոք լավ անել թե ոչ, դե գումարը այդքան էլ չկա, հա, չի դեռ այս պահին չկա, չի գալիս, ոնց որ ինչքանով կա, այնքանով էլ կանեք։ Կամ կարող հետաձգում եք ծնունդը։ Ամուսնության առաջարկը եւս էլի պետք է սպասեք, եւս դեռ էլի ժամանակը չէ, եւ սպորտի հետ կապված, սպորտը կարող եք զբաղվել, բայց հաղթանակը ոչ մի հաղթանակ չկա, հա, այստեղ գոնե մեկը լիներ, մի տեսակը, դեռ պետք է լավ պարապեք, լավ, ինչքան հնարավոր է դեռ պարապեք։ Միևնույնն է չկա այստեղ, մեկը այստեղ է, մեկը այստեղն է, չկան։ Դե այսքանը սիրելիներս, թող որ բոլորի ցանկությունները կատարվեն, հիմա երբևիցե, երբ որ դուք եք ուզում, ինչ որ ձեզանից է կախված, դուք պետք է անեք, ինչ որ ձեզանից կախված չէ, արդեն դա է, հա, ասում որ պետք է սպասեք։ Ինչ որ մի տեղից աշխատանքի կանչելու համար, օրինակ, դեռ պետք է ոնց որ սպասեք, դա ձեզանից կախված չէ, չէ՞ գնալու դրան վրա կանգնեք, հա, ասեք, ես էստեղ եմ եւ ինձ նկատի եւ պետք է ինձ անպայման ընդունես աշխատանքի։ Բաներ կան, որ իրոք դեռ պետք է մարդը սպասի իր ցանկությունը հասնելու համար, բայց եթե ձեզանից է կախված, դուք անպայման արեք, թե հիմա այն չկստացվի, հետո արդեն կստացվի։ Այսքանը ձեզ համար, թող բոլորի ցանկությունները կատարվեն։ Լավ եղեք։